Հիմա պատկերը կրկնվելու շանս չունի, ուզում եք ասել։ Եթե ճիշտ աշխատեցինք, ուրեմն չի ունենալու։ Իսկ մենք տրամադրված ենք ճիշտ աշխատել, որովհետև մեր հասարակությունը իսկապես սպասման մեջ է։ Մենք ունենք բոլոր սոցիոլոգիական հարցումներով, մենք ունենք 60-ից 80, նո լավ, 60-ից 70-75% մարդկանց, ովքեր սպասման մեջ են, փնտրտուքի մեջ են։ Մարդիկ, ովքեր իսկապես հոգնել են նախկիներից դե մերժել ու մերժել են, 100 անգամ նույն բանը չեն մերժում, մերժում են մի անգամ։ Ներկաներին տեսնել ուղղակի չեն կարողանում, որովհետև խնդիրը անգամ գիտեք պարտության մեջ չի, որովհետև ամեն ինչ կարող է պատահել, այնպեսի ժամանակներում ենք ապրում, որ միայն մենք չի, որ խնդիրներ ունենք, ներկայացնելու, սեփական ժողովրդին նսեմացնելու, ստորացնելու, ամեն օրվա ռեժիմով այդ արժանապատվության նսեմացման ճանապարհով անցնելը դա տանելի չի, եւ հետեւաբար ներկաներն էլ մերժելու են։ Խոսույթը, որով առաջնորդվում է վարչապետը ու իր խումբը ու իր պրոպագանդիստները ու մնացած այդ ամեն ինչը, ինչպես են իրանք վերաբերվում բոլոր հարցերին, որոնք որ մենք ունենք։ Մասիս սարից սկսած մինչև հերոսների պայքարը կամ իրենց զոհաբերությունը զրոյականացնելով, հերոսի կերպարից մինչև հարկատուն հասնելը, այս ամեն ինչը չի կարող մարդկանց վրա չազդել։ Սա արժանապատվության, գիտեք, մարդիկ, ովքեր իրենց երեխաներին պատերազմ են ուղարկել ու հետո Միգուցե սովոր չեն քաղաքական նոր մշակույթի։ Ինչ նոր մշակույթ, մշակույթ, որը ուղղված է քո պետականության դեմ։ Չէ, դուք եք այդպես մտածում, կարող է լինեն մարդիկ, ովքեր այդպես չեն մտածում։ Նո, իհարկե կլինեն, դա շատ նորմալ է, եւ դրա մեջ ոչ մի խնդիր չկա։ Խոսքը տարբեր տեսակետներ ունենալու մեջ չի։ Խնդիրը ինչքանով է դա հիմնավորված եւ ինչքանով է այդ վարած քաղաքականությունը բերում մեզ անվտանգություն, բերում մեզ բարեկեցություն, բերում մեզ համար զարգանալու հնարավորություններ։ Խաղաղությունը, որի մասին խոսում է վարչապետը, այսպես չի կարող լինել, այսպես չի գալու այդ խաղաղությունը։ Քանի դեռ դու չունես դիմադրելու, դիմադրողականություն չունես, քանի դեռ իսկ քեզ քո դիմադրողականությունը դա միայն զենքը չի, դա նաև հոգեբանական վիճակն է, որը ամեն օր սենց խարխլվում է հենց իշխանության պրոպագանդիստների եւ ներկայացուցիչների կողմից։ Օգոստոսի 8-ի համաձայնագիրը ձեր նշած այդ խաղաղության բերելու հավանականություն ունի։ Նայած թե դրա տակ բացի տեսանելի մասից էլ ինչ կա, ինչի շուրջ են բացի դրանից պայմանավորվել։ Եթե կասկածանք է ձեր մոտ, թե ինչ բան գիտեք։ Հիմնավոր կասկածա, որովհետև եթե Ալիևը ամեն քայլափոխին կրկնում է Զանգեզուրի միջանցք, թող կրկնի։ Չէ, չի կարող կրկնել։ Դե միգուցե իր քաղաքացիների համար է պետք։ Չէ, ինքը չի կարող կրկնել։ Եթե մենք գնում ենք դեպի խաղաղություն, խաղաղության միայն Հայաստանի Հանրապետությունը չի գնում, պիտի այդ ճանապարհով պիտի գնա նաև Ադրբեջանը։ Հետևաբար նվազագույն հարգանքը իրար նկատմամբ, իրանց ինչպես վարչապետն ասում, տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություններ չունենալը, ինչի դա մենակ մի կողմի համար է։ Այսինքն դե դրա բացատրությունն էլ հնչեց բավականին ուշացումով, բայց այսօրերին այդ պարզաբանումը եղավ։ Ադրբեջանում կկոչվի Զանգեզուրի միջանցք, Հայաստանում Թրամփի օգուտ։ Չէ, դա դեգեներատ մոտեցումն է իրանց պատկերացումներով։ Մենք չենք իրենք խնդիր են տեսնում։ Իրավական հող ունի։ Իհարկե չունի, իհարկե չունի։ Այդպես չի լինում։ Եթե մենք պայմանավորվում ենք որևիցե մի բանի շուրջ եւ յուրաքանչյուր կողմը իրեն իրավունքա վերապահում յուրովի անվանել, փոխելով տապոնիմները, փոխելով տապոնիմներով փոխելով նաեւ բովանդակությունը, էությունը, դա նշանակում է, այստեղ մի բան են չի։ Կամ կան պայմանավորվածություններ, որոնց մասին մենք չգիտենք, որոնք հիմք են տալիս այդպիսի հայտարարություններ, այդպիսի ցինիկ հայտարարություններ անել, կամ պայմանավորվածությունները ուրիշ բանի մասին են։ Այնպես որ չեն կարող փոխվել, անվանումները փոխվել չեն կարող։ Ուրիշի տարածքում, իրենք իրենց տարածքում կարող են փոխել ցանկացած անվանում։ Դա մեր իրավունքն է։ Կողմերը ամեն դեպքում այդ հակասություններով հանդերձ եւ Երևանը եւ Բաքուն միանշանակ հայտարարում են հակամարտությունն ավարտված է։ Չէ։ Ես էլի ամեն անգամ այս վերջի երկար տարիների ընթացքում անդադ մի հատ շատ հին հայկական անեկդոտ կա, որ ասում է դու էլ ասա, որովհետև կարևոր չի թե ինչ են ասում, կարևոր թե ինչ են անում, որովհետև երբ որ դու տեսնում ես ամեն անգամ մի կողմի համար պարտադրվող եւ անդադ այսպես ճնշումների ներքո ստիպում, որ քո սահմանադրության մեջ փոփոխություն արա, դա մեր ներքին փաստաթուղթն է, դա որևէ մեկին չի կարող վերաբերվել։ Երբ որ խնդիր է դրվում անվանել ինչ որոշ ճանապարհ այլ անվանումով, որը որ հարմար է քո հարևանին, երբ որ քո պետական
Հայաստանի պետական ներողություն ռազմական բյուջետը անդադ գնալով նվազում է, իսկ Ադրբեջանը գնալով ավելանում է։ Երբ որ իրենք պատրաստվում են մոտակա ժամանակ եւ անընդհատ պարբերաբար նաեւ անցկացնում են օրինակ ռազմական ինչ որ զորավարժություններ, այսինքն մեկին մենք որպես հայկական կողմ այսպես սահմանափակում ենք մեր բոլոր հնարավորությունները, հրաժարվում ենք մեր բոլոր իրավունքներից, պատրաստվում ենք դատարաններից հետ վերցնել մեր հայցերը, այնտեղ խոսում են շատ ակտիվ, խոսում են եւ նոր հայցերով մտնելու, ասում են դե պետությունը չի մտնի, ոչինչ ՀԿ-ները կմտնեն։ Այդ խոսույթը պետքա լսել ու հետևել, իսկ Ադրբեջանում քաղաքասարակությունը, նու մերն էլ տենց մի փայլուն քաղաքասարակություն չի, բայց բոլոր դեպքերում իրենք ընդհանրապես քաղաքասարակություն չունեն։ Եթե այնտեղ ինչ որ մեկը ՀԿ-ի անունից խոսում է, ուրեմն իմացեք, որ դա ուղիղ դաբրո ստացած իրավիճակ է։ Այսինքն այս բոլորը համակցության մեջ ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը բոլորով ինչի պատրաստվում խաղաղության եւ հարմար պահի, ինչպես որ 20 թվականին Միացյալ Նահանգների ընտրությունների ֆոնին, COVID-ի ֆոնին շատ հարմար պահ ընտրեցին եւ Արցախի հետ կապված պատերազմը մենք ստացանք Արցախի հետ կապված պատերազմ։ Կունենանք նույն իրավիճակը, խառնաշփոթ իրավիճակ, կստանանք հաջորդ պատերազմը։ Այսինքն, երբ որ քո անվտանգության, քո խաղաղության բոլոր երաշխիքները Ադրբեջանի ղեկավար Ալիևի ձեռքում է, ոչ թե քո ստեղծած համապարփակ անվտանգային համակարգի մեջ է, քո ռազմավարական գործընկերների ներկայությամբ, առկայությամբ, ոչ թե այս ամբողջ համակարգի մեջ է, այլ Ալիևի ձեռքում է։ Ուզի կկրակի, չի ուզի չկրակի։ Այսպիսի խաղաղություն չի լինում, այսպեսի լինում ասում ստրկություն։ Դե Ալիևի ձեռքին ուրիշ հետևողներ էլ կան, այնպես չի որ միայն Երևանում։ Այո, եւ եթե Ալիևի ձեռքին հետևողներ չլինեին, մենք հիմա կունենայինք պատերազմ։ Հիմա կունենայինք պատերազմ, որովհետեւ եթե չլինեին օրինակ Միացյալ Նահանգների ներկայությունը եւ հետևողականությունը, մենք հիմա հաստատ կունենայինք այդ Զանգեզուրի միջանցքը ուրիշ պատմություն էր լինելու։ Շատ լավ։ Լավ, մի նեղ մասնագիտական ձեր մոտեցումն է ինձ հետաքրքիր։ Ումից կամ ինչից է կախված մեր գերիների ճակատագիրը։ Մենք ցավոք սրտի բաց թողեցինք շատ հարմար ժամանակ պատերազմից անմիջապես հետո նոյեմբերի 9-ի շրջանակներում այդ process-ը կազմակերպելու, որովհետև դա դասական, դասագրքային հումանիտար խնդիր էր։ Այսինքն, երբ այդ խնդիրը սկսեցինք բարձրաձայնել, ես հիշում եմ, ինչպես տեղ Ալեն Սիմոնյանն ու էլի տենց տարբեր չինովնիկներ ասում են, ինչ անենք, Լաչինի միջանց կտանք, որ մի քանի հատ գերի բերենք, այսինքն իրանք հումանիտար, մաքուր դասական հումանիտար խնդիրը բերեցին ինչ որ տարածքի ճանապարհի հետ բերեցին դա անհամեմատելի բաներ էին։ Հատկապես որ նոյեմբերի 9-ի պայմանագրում, համաձայնագրում կար նաև գերիների վերադարձը մեկը ոչ մեկ լավ չպահեց ներառյալ մեզ, որովհետև մենք պիտի հետևողական լինենք գերիների վերադարձի հարցում։ Դա շատ կարևոր եւ դա սկզբունքային հարց էր։ Մենք պիտի օգտագործենք այդ ժամանակահատվածը, երբ որ ամբողջ աշխարհը հետևում էր այդ process-ներին եւ համենայն դեպս հումանիտար գերիների վերադարձի հարցը իսկապես կարելի էր բարձրաձայնել եւ ստանալ product, մեկը մեկին փոխանակում իրականացնել։ Հիմա շատ ավելի դժվար է, ասել որ անհնարին է, ոչ անհնարին չի։ Հնարավոր կլինի վերադարձնել եւ ես թույլ տամ ինձ ենթադրել, որ ընտրություններից առաջ ինչ որ մի խումբ մարդկանց մենք կարող ենք հետ ստանալ, դա կլինի Ալիևի, այո, ոչ բոլորին իհարկե, ցավում եմ, դա կլինի Ալիևի նվերը Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ավելի շատ բարձրացնի իր ռեյտինգը, որտեղ Նիկոլ Փաշինյանը սուպեր ցանկալի վարչապետ է Ալիևի համար։ Ուրիշ որևէ մեկը այդ նույն կարգավիճակով չի լինելու, այսպես բոլոր ցանկությունները, բոլոր ֆանտազիաները Ալիևի բավարարող վարչապետ մենք այլևս կարծում եմ չենք ունենալու։